Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, հոկտեմբերի 6 Այլ այն ջուրը, որ ես եմ տալու նրան, նրա մեջ ջրի աղբյուր կլինի, հավիտենական կյանքի համար բխող։ Հովհաննես ավետարան 4:14 Հիսուսին հավատացողն ամեն բան գտնում է Տիրոջ մեջ, որպեսզի հագենա հիմա և բավարարված լինի հավիտյան։ Նա այն մարդը չէ, ով զորորեր է վատնում հանգստի, զուր որոնումների մեջ և անքուն գիշերներ է անցկացնում ուրախության ապարդյուն որոնումների մեջ։ Իրեն երջանկացնող և գոհացնող ուրախության և մխիթարության աղբյուրը նա գտնում է Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Նետեք նրան զնդանը, և այնտեղ նա իր համար հաղորդակցություն կգտնի։ Ուղարկեք նրան անպտուղ, անըրատ, և նա կսնվի երկնային մանանայով։ Բաժանեք նրան ընկերներից, և նա կհանդիպի բարեկամի, ով եղբորից ավելի մոտ է կանգնում։ Կտրեք բոլոր ծառերը, և նա կգտնի մեծ վեմի հովանին ծառավոտ երկրում։ Ավերեք նրա երկնային հույսի հիմքը, բայց նա չի սասանվի Տիրոջը հուսալով։ Սիրտն անհագ է, ինչպես գերեզմանը, քանի դեռ այնտեղ չի մտնել Հիսուսը և այն չի դարձել լի լցված գավաթ։ Հիսուսի մեջ այնպիսի լիություն կա, որ միմիայն նա է ի զորու բավարարելու հավատացյալի բոլոր հանապազօրյա կարիքները։ Իրական սրբին այնքան է բավարարում Քրիստոսի կատարյալ լիությունը, որ նա այլևս ոչինչ չի փափագում բացի կենդանի աղբյուրի ավելի առատ վտակներից։ Ահա այսպես հաճելիորեն կզգաս ծարավը, իմ հավատացյալ ընկեր, բայց դա կլինի ոչ թե ուժասպառության հասցնող ծարավ, այլ բաղձալի սիրո ծարավ։ Քրիստոսի սիրով ավելի հագենալու այդ ծարավը կդառնա քո քաղցրանուշ ձգտումը։ Ինչ-որ մեկը մի անգամ ասել է. «Ես հաճախ եմ անոթով ջուր հանել ջրհորից և մոտեցրել շուրթերիս, բայց այժմ Հիսուսի սիրո հանդեպ իմ ծարավն այնքան անհագ է, որ շուրթերիս կմոտեցնի հենց ջրհորը»։ Ընկերս, միթե դու նույնպես քո սրտում նույն զգացողությունը չունես։ Արդյոք զգում ես, որ քո բոլոր ցանկությունները բավարարված են Քրիստոսում, որ դու այլևս ցանկանալու ոչինչ չունես, բացի Տիրոջը լավ ճանաչելը և Հիսուսի հետ առավել սերտ շփումը։ Այդ դեպքում շարունակիր գալ աղբյուրի մոտ և խմիր կենաց ջուրը ձրի։ Նա երբեք քեզ չի նախատի, և դու անչափ շատ ես խմում, այլ միշտ կասի. «Խմիր, սիրելիս, խմիր, որքան ցանկանում ես»։